Հայաստանի ձայնը մեգա նախագիծը թևակողում է նոր փուլ։ Մարզիչները շտապում են զբաղեցնել կարմիր բազկաթոռները։ Առջևում մենամարտերն են, նկարահանումները սկսելու համար ամեն ինչ պատրաստ է։ Մենք վերջապես գտնվում ենք երաժշտության գերակայության տիրույթում, որը կոչվում է Հայաստանի ձայնը։ Հայաստանում է նաև Տալպա հոլանդական ընկերության ներկայացուցիչը։ Մորից Բրիթը երկու առաքելությամբ է այստեղ։ Պետք է հետևի, արդյոք Հայաստանի ձայնը համապատասխանում է նախագծի միջազգային չափանիշներին, ինչպես նաև փորձելու է օգնել, որ նախագիծը կատարյալ շոուի վերածվի։ Չնայած խոստովանում է, անելիք այդքան էլ չունի։ I must say I'm very impressed. Երբ մենք նայում ենք, թե որքան մարդ է մասնակցել նախագծին, զարմանում ենք։ Եվ պետք է ասեմ, որ շատ որակով ու տպավորիչ մասնակիցներ կան։ Շատ ուրախ ենք Հայաստանի ձայնը նախագծի համար։ Մարզիչների համար կույր լսումներն առայժմ ամենադժվար հաղթահարելի փուլն է։ Նախագծին երկրորդ անգամ մասնակցող Սոնայի առաքելությունը նույնն է՝ գտնել իսկական ձայն եւ բարձրացնել որքան հնարավոր է վեր։ Տարբեր երեխաներ են, նոր ձայներ, նոր կերպարներ, նոր մտածելակերպներ, իհարկե ամեն քոչ երևի իր ձևով է լսում, ընտրում։ Կույր լսումներում այս անգամ էլ ընտրել է առաջնորդվելով ներկայացված ձայնի հզորությամբ, բայց ոչ միայն։ Իհարկե ձայնն է կարևոր, ի վերջո ձայն ենք փնտրում, բայց այդ ձայնը կարող են ունենալ, բայց չկարողանան ճիշտ մատուցել, գործածել, որտեվ չգիտեն ձևը։ Միանգամից կարող եմ ասել, որ երրորդ եթերաշրջանը տարբերվում է մյուս երկուսից։ Հայաստանի ձայնը 3-ը նախորդ երկուսից տարբերվում է մասնակիցների հատկապես որակյալ ձայների առատությամբ ու ընդլայնված աշխարհագրությամբ։ Հայկոն իր ընտրությունից գոհ է, հավաքել է մի թիմ, որտեղ դասականից մինչև R&B ոճի ու ժամանակակից երգեցողություն է հնչում։ Այստեղ խոսում է արդեն նաև մարզիչի ամբիցիաները, թե դու ինչպիսի թիմ ես ուզում ձևավորել քեզ համար, եւ կույր լսումները դրանով բարդ է, որովհետեւ պատկերացրեք հարյուրավոր մասնակիցներից քեզ մոտ մնում են 10-ը։ Ձայնի տաղավարն առաջիկայում մենամարտային տրամադրություններով է, երկուսի համար բեմը պատրաստ է, բայց մեկը ստիպված կլինի այն լքել։ Սակայն առաջիկա շաբաթ օրը հեռուստադիտողը հերթական կույր լսումներին է հետևելու։ Մեր հեռուստադիտողներին ուղղակի հորդորում եմ դիտել, շատ հետաքրքիր է լինելու, անակնկալներ կան, անակնկալները հենց մասնակիցներն են, շատ վառ են, հետաքրքիր են։ Իսկ մենամարտի փուլի առաջին ցուցադրությունը նոյեմբերի 8-ին է, այն եւս անակնկալներով լի է լինելու։ Թերեզա Կադայեվչյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։